Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի ուղիղ եթերում մորագիրն է։ Մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ։ Փորձենք ամփոփել ներքաղաքական գործընթացները, իրողություններն ու հնչած հայտարարությունները այս շաբաթվա ընթացքում։ Անդրադառնանք Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային, ուրեմն հանրապետական ինստիտուտի IRI-ի սոցհարցումների մասին հրապարակումներին։ Նշվում է, որ սոցհարցումները ցույց են տվել գործող քաղաքական գլխավոր ուժի համար խայտառակ ցուցանիշներ։ Իշխող վարչակարգի ցուցանիշները շատ ցածր են եւ այդ պատճառով չեն հրապարակել, հետո որոշել են ուրճացրած ներկայացնել թվերը, թե իբր գործող իշխող խմբակցությունը ամենաշատ ձայներն ունի եւ մի քանի անգամ առաջ է անցնում իր մրցակիցներից։ Արդյոք նմանատիպ ուրեմն սոցհարցումների արդյունքները կարող են ազդել տվյալ պահին հայ հանրությունում տիրող տրամադրությունների վրա։ Տեսեք, ես ինքս սոցհարցումներին Հայաստանում չեմ հավատում։ Չեմ հավատում ոչ թե նրա համար, որ չեմ հավատում սոցիոլոգիա գիտությանը կամ չեմ հավատում Միացյալ Նահանգների IRI այդ ինստիտուտի գործակալությանը կամ այլ չեմ հավատում, որովհետև Հայաստանում մարդիկ միշտ շատ ավելի շեղված են, իրենք պատասխանում առավել եւս քաղաքական սոցհարցումներին, որովհետև եթե մի պահ, մոռանանք ընդհանրապես քաղաքական սոցհարցումները, անգամ սովորական սոցհարցումներ կենցաղային, մարդիկ ճիշտ չեն պատասխանում։ Զգուշանում են։ Տարբեր առիթներ կա։ Մի մասը պարզապես, տեսեք ոնց է արվում հարցումը, կամ հեռախոսով, կամ տետատետ, կամ ինչ-որ բան պիտի գրեն, շատ դեպքերում մարդիկ կամ տեսախցիկի առջև, հատկապես տեսախցիկի առջև շատ մարդիկ ունեն կոմպլեքս տեսախցիկից փորձում են արագ պատասխանել ինչ-որ բան, էական չի ինչ։ Նույնը ժամանակ չեն ուզում տրամադրեն, չեն հիշում ինչ է, ինչ-որ մի բան գրում է առաջ։ Քաղաքականի դեպքում ավելանում են նաև իհարկե զգուշավորությունը, վախը, հայտնի անեկդոտի կարող ամես հետևում են սկզբունքով, միշտ ի տարբերություն սոցհարցումների ես միշտ հավատացել եմ ֆոկուս խմբերին, որը եւս սոցիոլոգիական հարցման մեթոդ է, բայց այնտեղ ինչու եմ հավատում, որովհետև այնտեղ նախ մարդկանց հետ շատ երկար են աշխատում, զրուցում են եւ այդտեղ հավանականությունը, որ մարդը կանկեղծանա, շատ ավելի մեծ է։ Որտեվ մտերմիկ միջավայր է ստեղծվում։ Այո, որտեվ ստեղծվում է մտերմիկ միջավայր եւ այդ միջավայրում արդեն մարդիկ ցանկացածը սկսում է, այն որ ասում է իր դարդերը պատմել։ Եվ այդտեղ պատկերը իհարկե ստացվում է շատ ավելի ճշգրիտ։ Քան սոցհարցումները, որը ասում եմ, նախ ես չգիտեմ, պանելը ոնց են ընտրում հարցվողների խմբերը, այո, ինչպես պատահական են, թե այնուամենայնիվ կա այդ ընտրանքի մեթոդը Հայաստանում, ես չգիտեմ, բայց այնուամենայնիվ խնդիրը էլի եմ կրկնում, ոչ թե ինքը սոցիոլոգիան է կամ այն կազմակերպությունները կամ նրանց պատվիրատուները, ովքեր Հայաստանում դա անում են, այլ հենց հարցվողներն են խնդիրը։ Պարոն Քոչարյան, անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի եւ իր ուրախ ավտոբուսի շրջագայություններին, ԿՊ-ն վաղուց սկսել է քարոզարշավը եւ բավականին բուռն արձագանք եղավ հանրության կողմից, ՓՔԲ-ի ուտելը, խաշած եգիպտացորեն ուտելը Իրանում պատերազմական գործողությունների ֆոնին։ Հիմա այս ուրախ ավտոբուսի տրամաբանությամբ այցելությունները Երևանից դուրս Փաշինյանի ու իր քաղաքական ուժի օգտին են խաղալու, թե ընդհակառակը վնասելու են։ Տեսեք, իրականում այս իրավիճակում երևի թե սա առաջի դեպքն է, որ ես կասեի, բա ինչ անեին։ Իսկ ինչ անեին, հայ, խոսքը իհարկե պերաշկի ուտելու ցուցադրությունը չէ, այլ այն, որ ինքը իշխանությունը փորձեց պասիվ դիրք գրավել Իրանի այս հակամարտությունում, հակառակ պարագայում նա կարող էր հայտնվել շատ վատ իրավիճակում, որովհետև մի կողմից Միացյալ Նահանգներն է, որի հետ մենք պատրաստվում ենք թրիփ կնքել, մյուս
կողմից Իրանն է, որը ամեն կերպ դրան ընդդիմանում է, ոչ միայն ընդդիմանում է, այլ նաև բավականին լուրջ հայտարարություններ է արդեն արվել, հա, այդ թվում նաև Մահացած Խամենեի կողմից նաև։ այդ թվում նաև Իրանի դեսպանի կողմից Հայաստանում բազմաթիվ շատ բարձրաստիճան Իրանի բարձրաստիճան տարբեր գործիչների կողմից այստեղ ես կարծում եմ իհարկե փորձում էին հայտնի թռչունի Ստրաուսի նման, հա, գլուխները մտցնել ավազի մեջ, որպեսզի իրենց ոչ ոք չնկատի։ Ինչ որ մի պահ ես կարծում եմ կարող է դա անգամ ստացվել, եթե բախտները բերի կամ մեր բոլորից բախտը բերի, իդեպ, որովհետև խնդիրը բավականին լուրջ է, բավականին, հա, Մերձավոր Արևելքում ցանկացած բախում միշտ կարող է բավականին լուրջ հետևանքներ ունենալ, առավել եւս Իսրայել-Իրան, որի, հա, Իսրայելի բացահայտ գործընկերն է Միացյալ Նահանգները, չեն առանց թաքցնելու հարվածներ են հասցվել, գլխատվել է մեկ օրում մոտ, հա, 35-40 հոգևոր եւ ռազմաքաղաքական ղեկավարության այդ ղեկավարությունը Իրանի այս պարագայում ես կարծում եմ որ երևի թե ճիշտը այդ հա ոնց որ ասած գործելավոճներ իշխանությունների իհարկե կարելի էր գոնե գնալ եւ սքող այդ մատյանում գրառում անել որը մինչ այս պահը ես ինչքան հասկանում եմ դեռ ոչ մի պետական իշխանական գործիչ չի արել ինչպես օրինակ դա արել է Ալիևը հենց առաջին օրը եթե չեմ շփոթվում այո բայց ընդհանուր առմամբ իսկ ինչ պետք է անեին իսկ ինչ կարող էին անել արտաքին ճնշման տեսանկյունից հասկանալի է բայց հանրությունը ինչպես են գալում այդ վարքագիծը որովհետև քննադատությունների հիմնական բովանդակությունն այն էր որ Հայաստանի սահմանին մոտ այդպիսի լուրջ ու վտանգավոր պատերազմական գործողություններ են գնում երկրի վարչապետը քաբլիթ է ուտում ավտոբուսում ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության հասարակությունը իդեպ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով վաղուց արդեն բաժանված է երկու մասի, մի մասը հուսով եմ փոքր մասը, դա այն հատվածն է, որը կուրորեն հավատում է Նիկոլ Փաշինյանին եւ ինչ էլ ասի Նիկոլ Փաշինյանը, միևնույն է ինքը լավն է, մյուս հատվածը արդեն վաղուց հիասթափված կամ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանին չընդունող հատվածն է, որը վաղուց արդեն անլուրջ է վերաբերվում ցանկացած քայլի Նիկոլ Փաշինյանի, այդ թվում նաև այդ նույն պերաշկի ուտելուն, հա մի մասը ծաղրում է, մի մասը ընդհանրապես այս ձեռքով ինչի մասին խոսենք, ցավոք սրտի հասարակությունը այդպես է վերաբերվում։ Այսինքն մեր հանրության մեջ չկողմնորոշված հատված այլևս չկա կամ Նիկոլ Փաշինյանին անվերապահորեն աջակցող փոքրիկ զանգված եւ Նիկոլ Փաշինյանից դժգոհ եւ ընդդիմադիր տրամադրվածություններ ունեցող զանգված։ Չկողմնորոշված կա, բայց այդ չկողմնորոշվածը այսպես է, բաժանվում է ես կարծում եմ երկու մասի։ Մի մասը դա այն հատվածն է, ավելի փոքր հատված է չկողմնորոշվածների, որը համաձայն իմ ասած այդ ցոց հարցումների պարզապես դրանց հասարակությունում կամ մամուլում ասում են լատենտ նիկոլականներ, որ վախենում են ասեն, ամաչում են ասեն, հա, որ իրենք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, որտեղ իրենց շրջապատում արդեն շատերը այդպես չեն։ Մյուս մասը իրոք, հա, այսպես ասած, դեմ են եւ գործող իշխանություններին, որովհետեւ սարսափելի հիասթափվել են, չեն ուզում նախորդ իշխանությունների եւ սպասում էին նոր ուժերի, որոնք կարծես թե արդեն, հա, իրենց մասին հայտարարել են,
խոսքը երկու ուժի մասին է, Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը եւ Արման Թաթոյանի միասնության թևերը։ Ես կարծում եմ չկողմնորոշվածների մեծ հատված այս ուժերի մեջ կանեն ընտրություն, միգուցե կլինեն նոր, ես տեսնում եմ այնտեղ կան տարբեր այլ ուժեր, հա, Գուրգեն Սիմոնյան կա, որը բավականին պրո արևմտյան է, այնտեղ կան եւս ուրիշ ուժեր, խոսքը գնում է այսօրվա արտախորհրդարանական ուժերի մասին է խոսքը, բնականաբար այնտեղ ամեն մեկը յուրաքանչյուրը կարող է գտնել այսպես ասած իր սրտի քաղաքական ուժին։ Այսինքն հիմա խնդիրը այն է, թե ընդդիմադիր դաշտում հանրության այդ հատվածը, որ ընդդիմադիր ուժին իր քվենք, այո։ Իհարկե։ Պարոն Քոչարյան, խոսք գնաց արտախորհրդարանական ուժերի մասին, Արամ Սարգսյանը հայտարարում է, որ նախ կոչ է անում ուժեղ Հայաստան կուսակցությանը չգրանցել, քանի որ իրենք ունեն այս իր տեսանկյունից, այո, իր խոսքերն է մեջբերում պրոռուսական կողմնորոշվածություն, նաև հայտարարում է, որ ինքը ընտրություններին մասնակցում է, որպեսզի հաղթի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այն ինքը որ ճամբարում է տեղավորվում եւ իրականում ինչ դեր է իր վրա ստանձնել։ Տեսեք, Արամ Սարգսյանը դա Նիկոլ Փաշինյանի սպոյլեր կուսակցությունն է, որը որ ապացուցել է դա քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ, այսինքն դա չեն էլ թաքցրել։ Պարզ է, որ հիմա Արամ Սարգսյանը ուզում է դիրքավորվել որպես նաև Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր, հասկանալով այն, ինչը որ ես ասեցի քիչ առաջ, որ այո, ով Նիկոլ Փաշինյանինն է, միևնույն է Նիկոլ Փաշինյանինն է, ցանկացած պարագայում, ինչ ուզում է կարեք։ Բայց փորձել են այլ սոուսով մատուցել Բայց այն ովքեր հիասթափվել են եւ ունեն հակառուսական ուղղվածություն։ Պարզ է, որ ուզում են, որ այդ հատվածը քվեարկի Արամ Սարգսյանին, որը հետո ինչպես եւ քաղաքապետարանում կմիանա իր զայները կտա Նիկոլ Փաշինյանին։ Գրեթե վստահ եմ։ Այսինքն հաստատ ընդդիմության դաշտում Արամ Սարգսյանը Չէ, իհարկե Արամ Սարգսյանը ընդդիմության դաշտում չէ։ Իսկ հակառակ էֆեկտը նման հայտարարությունները չեն ունենում։ Անդիմության դաշտում են օրինակ Նժարը, Նինա Կարապետյանցը, Արտաշես Իկանոմովը, անդիմության դաշտում են նույն Գուրգենը Սիմոնյան, գոնե այդպես ես հիմա այսօր ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև Արամ Սարգսյանին ես փաստով գիտեմ, որ տվել է իր ձայները։ Նրանց դեռ ոչինչ ես չգիտեմ, դրա համար ես չեմ կարող նրանց ասել, որ նրանք անդիմություն չեն։ Իսկ ձեր նշած քաղաքական ուժերը տեղավորվում են ընդդիմության այն միասնական օրակարգի կամ նպատակի մեջ, որի նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն է։ Ամեն ինչ անել, որ դա տեղի ունենա։ Իմ բոլոր նշած, այդ թվում նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կարծում եմ կարող են գտնել շփման եզրեր գոնե 1, 2, 3 հարցի շուրջ, հա։ Կոնկրետ երկուսը ես հիմա կնշեմ, դա այս իշխանությունների հեռացումն է, հա, եւ եկեղեցու շուրջ համախմբումը։ Այս երկու հարցի շուրջ կարծում եմ որևէ ընդդիմադիր ուժ, այդտեղ ես ինչքան հասկացա, եթե Արամ Սարգսյանը հիշում եք, համբուրեց վեապարի աչը, այդտեղ կարող է անգամ Արամ Սարգսյանը ստորագրել դրա տակ։ Հա, այստեղ ընդհանրապես վստահ եմ, որ չկա ուժ, բացի ԿՊ-ից, որը դեմ կլինի այդ թղթին։ Տեսեք, մյուս կողմից, եթե հաշվի առնենք, թե մեկ շաբաթվա ընթացքում ինչ երկու հայտարարություն արեց Լևոն Տեր-Պետրոսյանը, կարելի է հասկանալ, որ նույն Սամվել Կարապետյանի շուրջ է բավականին հետաքրքիր կոնգլոմերատ ձևավորվում։ Այս առումով այնուամենայնիվ նոր ուժերից թե մեդիա ակտիվությամբ, թե օֆլայն ակտիվությամբ, այսինքն մարզեր, ասուլիսներ, հանդիպումներ, այս ամեն ինչով ամենաակտիվը եւ ամենաերևացողը իհարկե ուժեղ Հայաստանն է, անխոս։ Բայց ես չեմ կարող այսօր որևէ այլ ուժին դուրս գրել, հա, այդ
բանից, խոսքը արտախորհրդարանականների մասին է իհարկե, որովհետև խորհրդարանական ուժերը այնուամենայնիվ իրենք եւ իրենց ամբիոնն ունեն, եւ իրենց կառույցները ունեն, հա, եւ իրենց падգամավորները ունեն, այստեղ ապրիորի իրենք ակտիվ են։ Խոսքը կարգավիճակից ելնելով խոսքը այն ուժերի մասին է, որոնք այդ ամբիոնները չունեն եւ չեն ունեցել վերջին 5 տարիներին։ Գագիկ Ծառուկյանը իր բավականին ճիշտ է այսօր խորհրդարանական չի, բայց բավականին փորձառու գործիչ է Հայաստանի քաղաքական դաշտում եւ ինքն էլ շատ լավ գիտի իր ընտրազանգվածը, հա, բնական է, որ Հայաստան դաշինքը իրենը գիտի, պատիվ ունեւ իրենը, թեև Վանեցյանը արդեն հայտարարեց, որ չի մասնակցելու, բայց հանրապետական կուսակցությունը դեռ ոչինչ չի հայտարարել եւ չնայած քննարկումներ, կոնսուլտացիաներ կմնան։ Հա, նորմալ է, քաղաքական ուժ է, պետք է անեն, բայց ես կարծում եմ, որ ցանկացած իշխանությունն էլ իր բանի վրա է, այնպես չի, որ իշխանությունը հիմա աշխատում է նրա վրա, որպեսզի նոր թիրախային խմբեր գտնի, փորձեց օրինակ երիտասարդների վրա, հա, թմբուկ զարկել է նկատի ունեք, բայց հասկանալով, որ կարող է նորը ձեռք չբերել, հիմնել, կորցնել, հատկապես օրինակ թոշակառուներին, երբ հայտարարեց, որ 10,000-ը տալիս ենք թոշակառուներին ինչ անեն, հետո 2 ամիս հետո արդեն հաստատված բյուջեում ավելացրեց թոշակները, 2 ամսում երևի հասկացավ ինչ պետք է անեն այդ թոշակները, այնուամենայնիվ ինքը հասկացավ, որ կարող է կորցնել եւ հիմա այսօր իշխանությունները արդեն չեն աշխատում նոր ընտրազանգվածներ ներգրավելու գործով, փորձում են պահել եղածը։ Ցանկացած քաղաքական ուժ, ես կարծում եմ, հիմա փորձելու է ամրապնդել կամ ինչպես ժողովրդական խոսքա ցեմենտել իր ընտրազանգվածը։ Պարոն Քոչարյան, անդրադառնանք Աննա Հակոբյանի կառավարական առանձնատնից հեռանալուն, սա ոչ թե անձնական կյանքի տեսանկյունից, այլ Աննա Հակոբյանը նաև քաղաքական կերպար էր եւ մեծ դերակատարում ուներ, այո, Հայաստանի քաղաքական կյանքում, ՔՊ-ի կյանքում, այդ մասին նաև մամուլն է գրել, եւ որքանով կարող է սա ազդել Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի տրամադրությունների վրա։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, քանի որ ըստ իմ, ես չեմ ասում սոցհարցումների կամ բանի, ըստ իմ այդ զգացողության Աննա Հակոբյանի վարկանիշը շատ ավելի ցածր էր, քան Նիկոլ Փաշինյանինը, եւ դա կարող էր ազդել այս հանրային, որովհետև նրանք կարող էին բաժանվել առանց մեծ հանրային, հա, այսպես աղմուկի, ոչ իրենք են առաջինը, ոչ իրենք վերջինը, մարդիկ ամուսնանում են, բաժանվում են, եւ դա չի դառնում հանրային, հա, քննարկման առարկա։ Հանրային քննարկման առարկա դարձնելու միակ պատճառը ըստ իս դա այն մարդկանց հանգստացնել է, ում համար Նիկոլ Փաշինյանն ընկալելի էր, բայց Աննա Հակոբյանը ոչ։ Այսինքն հակառեյտինգ էր, որոշ առումով Փաշինյանի համար։ Եվ դրանով եք բացատրում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամուսնական մատանին կրել, այո։ Չէ, ես տես բաների հետևից չեմ աշխատում, ընկնեմ, կրում է, չի կրում, դա իրենց անձնական գործն է։ Դրանով եմ բացատրում, որ շարունակում է մնալ Իմ քայլը հիմնադրամի տնօրեն։ Այս արդեն ուրիշ հարց է։ Սա արդեն ցուցիչ է։ Այո։ Պարոն Քոչարյան, անդրադառնանք այս երաշտական, ուրեմն նախասիրությունների դրսևորմանը ՔՊ-ի կողմից։ Նշեցիք, որ դա երիտասարդներին դուր գալու կամ միգուցե իրենց կողմը բերելու փորձ էր։ Էկոնոմիկայի նախարարն էլ հայտարարում է, որ ինքն էլ պատրաստ է այլ երաշտական գործիքի վրա նվագել։ Ինչ այսպիսի երաշտական կոնցերտներ շատ ենք տեսնելու ընտրություններին ընդառաջ, ինչ եք կարծում։ Կարծում եմ այո։ Բայց դրանք դրական արդյունք տալիս են, հաշվի առնելով Կարծում եմ ոչ։ Հապա այդ համառությունը։ Չէ, ինչ որտեղ տալիս է, ինչ որ մի հատվածի մոտ կարող է տալ։ Ինչ որ մի հատվածի մոտ։ Այն հատվածի, որ այսպես թե այնպես իրենցն է։ Նորից եմ ասում, ինչ անի, մեկը ասելու են լավն է։ Այսինքն այդքան վատ են ԿՊ-ի գործերը, Նիկոլ Փաշինյանի գործերը, որ ստիպված գնում են քայլերի կրկնության, որոնք այդքան լոկոտ չեն բերում։ Գիտեք, որ ասեմ, այնքան վատ են, որ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը ընտրազանգված չունի, ես սուտ կասեմ, ես չեմ սիրում սուտ կամ հիմարություն խոսել։ Բայց հաստատ այնքան լավ չեն, որ այնքան հանգիստ լինեն, որ
որևէ խնդիր իրենք չունեն։ Այսինքն հասկանալի է, որ ընտրությունը այս անգամ լինելու է շատ նման իմիջայլոց արևմտյան ընտրություններին, երբ խնդիրը լուծում է 1-2 մանդատ, 1-2%։ Այսինքն ճակատագրական ընտրություններ Այո, ճակատագրական։ Եվ հատկապես ես կարծում եմ այնուամենայնիվ իշխանությունը սարսափեցնում է երկու խնդիր։ Նախ ընդդիմադիր բևեռներում խոշորացումները, այսինքն դա նշանակում է, որ փոշիացում շատ ավելի քիչ կլինի, քան անցյալ անգամ։ Ինչը կխաղար իրենց օգտին բնականաբար։ Ինչը բնականաբար միշտ խաղում է իշխանության օգտին, եւ երկրորդը դա մասնակցության հարցն է, որ երբ խաղի մեջ են մտնում լուրջ ռեսուրսներ ունեցող, հա, ուժեր, նրանք կարող են նաև իրենց ընտրազանգվածին համոզել եւ բերել ընտրատեղամաս։ Իսկ դա նշանակում է, որ օրինակ Երևանի այդ ֆորմուլան, երբ 28% մասնակցություն էր եւ փաստացի աբսոլյուտ թվից 8-9% ստացած մարդը դարձավ քաղաքապետ, նման բան անհնար է որ կրկնվի, եթե լինի մասնակցության մեծ շեմ, այսինքն օրինակ 55%, հա, ել չեմ ասում ավելի շատ։ Ինչքան շատ, այնքան ընդդիմությանը վնաս է, իշխանությանը վնաս է, այսինքն ընդդիմությունը ամեն ինչ պետք է անի, ցանկացածը իր տեղում, անկախ նրանից ով որ, հա, բանով է գնում, խորհրդարանական է իր հերթին, անգամ նրանք ովքեր չեն մասնակցում, բայց իրենք գաղափարապես ընդդիմություն են եւ ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ամեն ինչ պետք է անեն, որպեսզի իրենց ընտրազանգվածը գնա ընտրատեղամաս։ Այսինքն նաև ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերը պետք է ակտիվ ներգրավվածություն ունենան։ Ես կարծում եմ, որ այո, ավելի շատ վստահ եմ, որ այո, պետք է նման մասնակցություն ունենան, որովհետև ով էլ ինչքան ինչ ասի, ցանկացած ուժ ունի իր ընտրազանգվածը։ Լինի դա 0.1%, թե լինի 7-8%, էական չէ։ Բայց դա ընտրազանգվածը եւ ցանկացածը մեկ ձայնն էլ մեծ նշանակություն է ունենալու այս ընտրություններում։ Այսինքն նույնիսկ իշխանություններն են գիտակցում, որ սրանք ճակատագրական ընտրություններ են իրենց համար եւ անդառնալի հետևանքներով։ Ես կարող եմ, հա, իմ վերաբերմունք ունենալ իշխանությունների նկատմամբ, բայց չեմ կարող մտածել, որ նրանք հիմար են, չէ, եւ չեն հասկանում, հա, մարդիկ 8 տարի արդեն իշխանության են, տիրապետում են շատ եւ տեխնոլոգիաների, եւ լծակների, եւ ինֆորմացիայի։ Պարոն Քոչարյան, իսկ ընդդիմության դաշտում տեղի ունեցող գործընթացները մենք կարծես թե ականատես ենք լինում այդ բլոկների, մեծ բլոկների ձևավորմանը։ Դրանք այդպես հարթ ձևավորվելով կգնան ու կունենանք ցանկալի արդյունք, ինչ եք կարծում։ Գոնե մինչև այս պահը տենց մեծ ցնցումներ ես չեմ տեսնում, ընդհակառակ, տեսեք, Գագիկ Ծառուկյանի շուրջ կարծեք թե բավականին արդեն մեծ կոալիցիա կա, բավականին լուրջ հայտարարություններ արդեն ասեցի, հա, ընդհուպ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները արդեն ուժեղ Հայաստանի շուրջ, միասնության թևերը իրենք իրենցով բավականին հետաքրքիր արդեն երկու մեծ պայմանագիր են կնքել, հա, Շանթ Դաշինքի հետ եւ Հայաքվեի հետ, կարծում եմ այնտեղ եւս կլինեն էլի խոշորացումներ, ու այնպես որ սպասենք նոր զարգացումների։ Իհարկե։ Իշխանությունը որդեգրել է նաև ընդդիմադիր ուժերին, հատկապես ազդեցիկ ու խոշոր ուժերին, Ռուսաստանի հետ ասոցացնելու ճանապարհը, հա, հայտարարում են ռուսական շահերի ներկայացուցիչներ, Ռուսաստանից ազդեցություն գրողներ։ Հանրությունը շարունակում է ընկալել այդ թեզերը, թե դա նորից իրենց ընտրազանգվածի վրա է աշխատում։ Չէ, այդտեղ կա այնուամենայնիվ հանրության մի հատված, իհարկե շատ ռուսատեացությունը բավականին պակասել է, բայց դեռ հասարակության մի ստվար զանգվածի մոտ այո կա
այդ հակառուսական տրամադրություններ, ինչը իդեպ այնպես չի, որ օբյեկտիվ հիմքեր չունի, հա, վերջին տարիների զարգացումները տվել են մարդկանց այդ իրավունքը այդպես մտածել, բայց եթե այսպես նայենք, ինձ համար օրինակ ամենառուսականը Նիկոլ Փաշինյանն է, ինչքան էլ որ իր թևը, ես լուրջ եմ ասում, մի հատ նայեք ինչքան է եղել 18 թվականին Հայաստանի տնտեսական, հա, ցուցանիշները Ռուսաստանի հետ, ապրանքաշրջանառությունը եւ կախվածությունը, եւ 25 թվականին, ու կտեսնեք, թե ով է ամենառուսականը։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք երեքշաբթի օրը, թող բարի լինի։